Հայաստանի Հանրապետությունում Թեքվանդոյի ֆեդերացիայի Շիրակի մարզի հիմնադիր եւ պատասխանատու Արա Խաչատրյանի հուշամրցաշարը Գյումրի էր բերել 80-ից ավելի մարզիկներ հանրապետության տարբեր մարզերից։ Նպատակն է չմոռանալ այս սպորտաձևում հսկա ներդրում ունեցած մարզիչին եւ շարունակել Արա Խաչատրյանի պատվով սկսած գործը։ Ընկեր Արան ինձ համար նախ ամենաառաջինը եղել է մարզիչ, որովհետեւ մենք մարզիչ աշակերտ հարաբերությունը ավելի զարգացած է եղել ու օրվա ընթացքում ավելի շատ ենք շփվել, քան հայր ու որդի։ Հոր մասին ընկեր Արայով պատմողը ավագ որդին է Վարոս Խաչատրյանը, ինչպես ինքն է նշում, հոր համար կարգուկանոնը առաջնային էր, բացի զուտ սպորտաձևին տիրապետելուց մարզիկների մոտ պատասխանատվությունն էր կարևորում ու այդպես դաստիարակում։ Հիմա այս հուշամրցաշարը օգնում է ոչ միայն չմոռանալ, այլև զգալ Արայի ներկայությունը, նշում է Վարոսը։ Այսպիսի միջոցառման ժամանակ մենք զգում ենք ընկեր Արայի շունչը, ընկեր Արան մեր հետ է, այդ խոսքերից են կողմ արդեն ամեն դժվար բանը քեզի համար ավելի հեշտ է դառնում։ Արտակ Հովհաննիսյանը եւս 15 տարիներ Արայի մոտ է մարզվել։ Հիմա ինքն ու Վարոսը միասին են շարունակում մարզիչի գործը, նույն ոգով ու պատասխանատվությամբ։ Ընկեր Արան մեր համար ոչ միայն մարզիչ է եղել, այլ նաեւ հայր։ Մենք կրտում ենք ամեն օր ընկեր Արայի անունը հիշատակելով, որովհետեւ մեր երեխաները կրկին նմանվեն մեր ընկեր Արային։ Ոլորտում յուրաքանչյուրը գիտեր Արայի նվիրվածության ու պրոֆեսիոնալիզմի մասին, նաև անփոխարինելի ընկեր էր, նշում է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Խաչատրյան Արայի հետ ընկերություն եմ արել 2007 թվականից, լավ ընկեր, սա շատ կարևոր նշանակություն ունի, որ Գյումրի քաղաքում կազմակերպվում են նմանատիպ միջոցառումներ, սպորտային միջոցառումներ, սպորտի մայրաքաղաքում բնականաբար նմանատիպ միջոցառումներ պետք է շատ լինեն եւ մենք էլ հնարավորության սահմաններում պիտի աշխատենք խաղաղ։ Արան 1999 թվականից սկսած է զբաղվել թեքվանդոյով, ուստի ավելի քան արդարացված է, որ մարզում մարզից դուրս էլ Արայի անունի հետ զուգահեռ է հնչում այս սպորտաձևը, նշում է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Վաչագան Վարդանյանը։ Լավացի կլինի, եթե ասել, որ Արա Խաչատրյանի անվան հետ են կապված այս մարզաձևի կայացումը, զարգացումը Շիրակի մարզում, ինչու՞ չէ նաև հանրապետությունում։ Եվ կարծում եմ, որ այսօրվա թայքվոնդոիստները իրենց լավագույն մարզական արդյունքներով, կազմակերպվածությամբ, պատրաստվածությամբ բարձր կպահեն իրենց մարզչի հիշատակը։ Արա Խաչատրյանին հիշելու եւ գործը շարունակելու համար մշտապես հետեւողական աշխատանք է անհրաժեշտ, որը իր սաները պատասխանատվությամբ են ստանձնել, վստահեցնում են նրանք։ Հրաչ Սահակյան, այսօր։